Ես մի տեսանյութ եմ պատրաստում, որը որ թնդացնելու է համացանցը, բայց մինչև տեսանյութի տեղադրելը YouTube, ուզում եմ 2 բառով համառոտ մի բան ասել։ Նախ առաջին հերթին, ես կյանքում մտադրություն չունեմ ինքս ինձ վնասել, ինքնասպան լինել, իմ ընտանիքին կամ ինձ վնասել, ինչ որ մի աննորմալ բան անելու ես մտադրություն չունեմ։ Եթե ինձ հետ մի բան լինի, իմացեք, որ այս տեսանյութի պատճառով ա եղել։ Հիմա ուրիշ մի բան ասեմ։ Ուրեմն, երբ որ դուք մտնում եք ու ձեր ուղեղի տորիչելյան է դատարկությունը ձեր մատերի միջոցով արտացոլում եք աշխարհին եւ գրում եք, որ Ռոբերտ Քոչարյանը Պուտինի հետ միասին սպանել են Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, դուք պետք է մի քիչ գոնե գաղափար ունենաք պետությունները ոնց են աշխատում։ Ռուսաստանը իր դոկտրինայի մեջ ուղղակի չունի մասսայական դրամատիկ ուրեմն սպանություններ կազմակերպելը։ Նրանք, երբ որ մեկին պետք է մեջտեղից հանեն, նրանք դա անում են շատ սուսիկ-փուսիկ, ընդհանրապես փորձում են չանել, բայց եթե պետք է անեն, անում են շատ սուսիկ-փուսիկ, օգտագործելով շատ ուրիշ մեթոդներ, ոչ նման բան, ինչ որ կատարվեց հոկտեմբերի 27-ին։ Մի ուրիշ գերպետություն կա, որը այդ ժամանակ արդեն մեր պետության մեջ վխտում էր ամենուրեք, ուրեմն տարբեր տեսակի NGO-ների եւ օգնության գործ անելու բանի տակ, քողի տակ եւ այդ պետությունը իր դոկտրինայի մեջ եւ նա ապացուցել է քանի անգամ, մինչեւ անգամ վերջերս, որ իրենք այդպիսի բաներով զբաղվում են, իրենք անում են նման բան, որ ազգի դիմաց իր հերոսներին կապ չունի ում ազգի, նրանք մասսայական մատաղ են անում, որպեսզի այդ ազգը ամբողջ իր պատմության մեջ դրամատիկ, տրավմայի պես հիշի այդ դեպքը։ Ուրիշ գերպետություն կա, որ դրանով զբաղվում է։ Եվ եթե դուք լավ ուշադիր նայեք, ինչի համար իրարից բաժանվեցին Վազգեն Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնից հետո, Լիսաբոնում ինչ եղավ, որ բաժանվեցին, դուք կհասկանաք, Լևոն Տեր-Պետրոսյանը դրա մասին խոսում է անընդհատ։ Եվ կհասկանաք, թե ուր էին տանում այդ մարդիկ Հայաստանը, այդ երեքով, տանում էին Ռուսաստան Հայաստանը, եւ այսօրվա օրը չէր լինելու, ինչ որ եղել է հիմա։ Եվ այն ռադիկալները, որոնք որ արեցին դա, այդ ռադիկալներին մի քիչ ուսումնասիրեք, ում հետ են դրանք շփվում ընդհանրապես այդ ժամանակ։